սկսում ենք ընտրությունները։ Հա, դե վաղվանից քարոզարշավ է եւ այսօրվանից արդեն արձակուրդ է, այսինքն վաղվանից արդեն արձակուրդ կլինի։ Այդ արձակուրդը կընդհատվի թերևս միայն մայիսի 27-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեն, այդ պարտականությունները կատարեն եւ գուցե նաեւ աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով, բայց ընդհանուր առմամբ պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել։ Իհարկե այսօր կառավարության նիստում նաեւ ես ասացի, որ ամենակարևոր խնդիրն է նա, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը եւ իհարկե քաղաքական գաղափարների եւ ասելիքի ազատ մրցակցությունը երկրում դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաեւ ընտրությունների արդյունքները արտահայտեն ժողովրդի կամքը եւ իհարկե նաեւ ընտրությունների եւ ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղ ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործում է եւ իհարկե մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ կարողությունները Հայաստանի Հանրապետությունում զարգանան, որպեսզի նաեւ այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մեր ինստիտուտները կարողանան այդ գործառույթը իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների եւ ասելիքի մրցակցության դաշտում։ Եվ իհարկե նաեւ ուզում եմ ձեզ նորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում նաեւ բարեփոխումների ընթացքին աջակցություն ցուցաբերելու համար եւ կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքի մասին եւ արդյունքների մասին հանրության գնահատականի հերթն է եւ հանրությունը պետք է իր քվեարկությամբ գնահատական տա եւ մենք այս ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը որոշումներ կայացնելու համար իրեն անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանա, չնայած միջև էսել այդ ուղղությամբ առավելագույնն ենք արել։ Շնորհակալություն մեծական պարոն վարչապետ տեղեկության համար, իհարկե անհանգստություն բոլոր դեպքերում կա, կառավարության ղեկավարը գնահարանի մի մասը արձակուրդագնում նախընտրական քարոզչության մասնակցելու համար, բայց դա մեր օրենքն է։ Ես նոր դատվայի նախագահի հետ հանդիպում իրան ներկայացրեցի, որ մեր օրենքով այդպես է նախատեսում, ինքը մի քիչ զարմացավ, ոնց կարելի է, բայց մեր օրենքն է այդպես նախատեսում եւ դուք առաջնորդում եք օրենքով, իրականում ես վստահ եմ, որ ձեր կողմից, կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրությունները անցնեն թափանցիկ, ընտրությունները անցնեն առանց որևէ խնդիրների եւ ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետեւ այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը։ Եվ 18-ից հետո բոլոր տեղի ունեցող ընտրություններին կասկած չի եղել, բայց առանձնահատուկ ուզում եմ 21 թվականը նշել, որովհետեւ արտահերթ էր եւ դուք այդ քայլը արեցիք, որպեսզի ժողովրդի վստահությունը ստանաք եւ ժողովուրդը վստահեց ձեզ եւ այս 5 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել կառավարությունը եւ այն հաջողությունները, որոնք կան, որոնք արձանագրված են զուտ նաեւ թվերով տնտեսական եւ դրանք ապացույցն են նրա, որ այդ բարեփոխումների ճիշտ ուղղությամբ են գնացել։ Մի հանգամանք կար, ես ուզում եի հոդված գրել գիտական, հիմա դրա ընթացքում եմ, բայց չի ստացվում, որ ավարտեմ։ Մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Պետք է խնդրեմ, որ դուք դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնեք ու ասեք, որ միգուցե ներկայացնեն։ Մեր հասարակության մեջ տեղի ունեցել, շուտ մեր պետության մեջ հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքի ստեղծողների թիվը շատ փոքր էր, ասենք 40 մեծահարուստ մարդ էին, հիմա այդ թիվը անգամներով, զրոներով ավելացել է։ Եվ դրա արդյունքում է, որ մարդիկ սկսվել են եւ լավ ապրել եւ գործարարությամբ զբաղվել եւ տնտեսության մեջ հաջողություն կա։ Եվ դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։ Ես սկսեցի խորանալ, պատճառը ի՞նչն է։ Շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետեւ օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են, բառ ենք մենք օգտագործում ներառական։ Այլ մեր տնտեսական քաղաքականության եւ ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել եւ հասանելի է դարձել։ Եվ երբ որ մեր ծրագրերն եմ նայում ես, այն ծրագրերը, որ կառավարությունն է նաեւ ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարեւոր է։ Եվ դրանով է պայմանավորված նաեւ ժողովրդի վերաբերմունքը։ Թիվ ենք ասում, քանի 70,000 մարդեր բնակարաններ կառուցել։ 50,000
տարպես բնակարան է կառուցվում, որոնց մի հսկայական Դե 50,000 բնակարան մոտավորապես 3-4-ը որ բազապատկենք 150-ից նախկինում ոնց է եղել։ Նախկինում շատ քիչ է։ Ես տոկոսները հրապարակել եմ, հիմա անգիր չեմ հիշի, բայց պատիկներով։ Չէ, ես ձեզ թիվ ասեմ, վերջի 2 տարի 1 միլիոն քառակուսի մետրից ավել։ Սովետական միլիցիոնում երբ որ կառուցում են 700-1800 քառակուսի մետր, դա համարվում էր մեծ հաջողություն, ես անկեղծ եմ ասում, կարող եք ստուգել։ 1 միլիոնից ավել։ Ու դրան մասնակցում է ոչ միայն պետությունը, իսկ սովետական միլիցիոնում պետությունն էր, մարդիկ պետության օգնությամբ։ Եվ երբ որ խոսում ենք այդ հիպոթեկային վարկերի մասին, երբ որ խոսում ենք 16 միլիոնանոց ծրագրերի մասին, եկեք այսա ներկայացնենք, մարդիկ իրանք առօրյա կյանքում դա տեսնում են, այդ հնարավորությունն են տեսնում։ Եվ ես իմ վստահություն ունեմ, որ հենց հետագայում էլ պետության քաղաքականությունն հենց պետք կառնի նրանում, որ իր քաղաքացին իր երկրին, իր իշխանությանը վստահի, իր պետությանը հավատա։ Եվ այն ինչ որ դուք ձեր կառավարությունը իրականացնում է որպես քաղաքականություն, հենց դրան է միտված, որ մենք կարողանանք մեր պետությունը հարգել։ Ես նորից եմ կրկնում, չեմ կասկածում, որ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրությունները անցնեն անխոցելի, բարձր մակարդակով վստահելի։ Բայց ես նաև ցանկանում եմ, որ ընտրության մասնակից կողմերը նույն կերպ վերաբերեն եւ նաև բոլորս հասկանանք, որ այս ընտրական process-ը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում օրենքը կա եւ ոչ ոք օրենքից դուրս չի եւ ընտրական process-ներում կլինի, թե ոչ ընտրական process-ներում, եթե խախտումներ են տեղի ունենում, դրանք պետքա պատժվեն։ Միայն այս դեպքում է, որ մենք հաջողություն կունենանք։ Սա մեր անձնական հարաբերությունները չեն, սա պետությունն է, եւ պետության մեջ պետքա գործի օրենքը, սահմանադրությունը եւ հիմա հերթական 5 տարվա ապագայի միտված ծրագրերի ներկայացման հնարավորությունն է։ Թող ներկայացնեն, ժողովուրդը գնահատի եւ այդ դեպքում ոչ մի կասկածել չի հարուցի, որ ինչ որ միտեղ մեկը սխալ արել կամ մեկը չարաշահել է, մեկը չչարաշահել։ Ես իհարկե, ինչպես նաև դուք անհանգստություն ունենք, որ փորձեն իհարկե անել, բայց մեր պետական ինստիտուտների կայացվածության մակարդակը, եթե 21 թվականի հետ համեմատենք ու հիմա անհամեմատ որակյալ են դարձել, անհամեմատ տիրապետում են իրավիճակին, դա էլի մեր առօրյա աչքով ենք տեսնում։ Իհարկե, դեռևս շատ բաներ ունենք անելու, այդ բարեփոխում հասկացողությունը անընդհատ է։ Մեր կյանքում ամեն օր է, եթե մենք ամեն օր չսովորենք, չբարեփոխվենք, մի օր էլ պարզվել է, որ մնացել ենք նույնը, ոչինչ էլ չենք փոխել։ Ես հաջողություն եմ մաղթում ձեզ, որպես կառավարության ղեկավարի, որպես պետության ղեկավարի, ընտրությունները հաջող կազմակերպելու համար, նաև ձեզ, որպես քաղաքական թիմի ղեկավար ընտրական process-ներում, նաև հաջողություններ եմ մաղթում բոլոր այն կուսակցություններին, ովքեր իրականում օրենքի շրջանակներում հնարավորություն ունեն իհարկե իրանք օրենքի շրջանակներում կշարժվեն եւ այդ հաջողությունները մաղթում եմ այն պատճառով, որ ես վստահում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է եւ սա կլինի մեր ժողովրդավարության հաղթանակը։ Շնորհակալ